Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօր ուզում ենք ես ու Զավեն Դանիելյանը խոսել մարտի 22-ի նախատեսված հանդիպման մասին, որը տեղի է ունենալու դար 21-ում 15:00-ից մեկնարկող 2 ժամ տևողությամբ։ Ուզում ենք սենց մի փոքր դիալոգի տեսքով մանրամասնել, թե ինչ նպատակ է հետապնդում այդ հանդիպումը։ Հանդիպման գլխավոր նպատակը տաքսի վարողների միջազգային օրը դարձնել դրական օր։ Քանի որ մենք 4 տարի շարունակ մենք բարձրաձայնել ենք խնդիրներ, այս պահին կան սպասելիքներ, այսինքն խնդիրները հնարավորինս պատշաճ, հնարավորինս բարձր մակարդակով ներկայացվել է տարբեր հարթակների կողմից, տարբեր անձանց կողմից, տարբեր գերատեսչությունների մակարդակում, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, բանում էկոնոմիկայի նախարարությունում, մրցակցության և սպառողների հանձնաժողովում, վարչապետի աշխատակազմի գրասենյակում և մի շարք այլ տեղեր, տարբեր պատգամավորներ են արձագանքել մեր խնդիրներին, այսինքն ըստ էության, ես ասենց ֆորմալ առումով նայում ենք, խնդիրներին նորից ձևակերպումներ տալը այս փուլում այդքան էլ ճիշտ չի, քանի որ կկրկնվենք նույն բանը չարժե անդադ խոսել։ Դրա համար մարտի 22-ը մենք ուզում ենք դարձնենք դրական օր, առնվազն այս տարի եւ հետագայում դառնա մեր համար սովորություն, այդ օրը հավաքվենք, փորձենք այս պրոբլեմների միջից գտնենք այն դրական բաները, որոնց վրա կարելի է հենվել, դրական բաներից մեկը որն է, որ մենք այս ընթացքում հացրել ենք շփվել մեկս մյուսի հետ, կան որոշակի շղթայված փոխհարաբերություններ, ավելի ամրապնդենք այդ փոխհարաբերությունները ու փորձենք շարժվել առաջ։ Զավեն Դանիելյանը արդեն իր կոչը հնչեցրել է այդ օրվա հետ կապված, հնարավոր է, որ Զավեն Դանիելյանը այդ օրը չկարողանա ներկա լինի ֆիզիկապես, բայց հուսում եմ լայվով, տեսազանգով հաստատ տեսազանգով առնվազն մեր հետ կլինի, բայց չի բացառվում, որ ինչ-որ բան փոխվի եւ ինքը ֆիզիկապես ներկա լինի։ Դրա համար այս պահին ոչինչ չեն կարող ասել այդ առումով։ Ոնց ենք պատկերացնում այդ օրը, այդ օրը պետքա լինի ոչ թե խնդիրներ բարձրաձայնելու օր, այլ լուծումներ առաջարկելու եւ լուծումների մասին խոսելու օր, սպասելիքներից խոսելու օր։ Օրինակ կարող են բոլոր հարթակները ներկայացուցիչ ուղարկեն, սկսած էկոտաքսիից, Viber-ից տաքսիից, Hayem տաքսիից, Apex Cab-ից, ինչու՞ չէ նաեւ թող Yandex-ը, եթե մտահոգ է մեր խնդիրներով եւ ունի առաջարկ, Yandex-ը, Jiji-ին, թող ներկայացուցիչ ուղարկեն կամ Yandex-ի տաքսո պարկերից ներկայացուցիչներ գան, եթե այդ օրը արարքի մատից փուշ անող որևէ դրական առաջարկ ունենան, մենք պատրաստ ենք լսել։ Այսինքն մենք այդ օրը խնդիր չենք բարձրաձայնելու։ Մենք այդ օրը ոչ մեկին ոչ լրատվամիջոց են կանչելու։ Բոլորը ցանկալի հյուր են, սկսած բոլոր падգամավորներից, սկսած բոլոր պետական մարմիններից, վերջացած տաքսո պարկերով եւ թվային հարթակների ներկայացուցիչներով։ Այնպես որ այդ օրը մենք տրամադրված ենք դրական, ում հետ մեկ բաժակ սուրճ ենք խմել երբևիցե ու մենք իրեն սպասում ենք այնտեղ զուտ տեսնելու, շփվելու, որպեսությունը իմանալու։ Զավեն ջան, ուզում եմ դու էլ մի երկու բան տաս կամ հարցեր, եթե կան։ Չէ, հարցեր չկան, ուղղակի ուզում եմ այն մարդկանց հետ, ում հետ 4 տարի թեկուզ չենք տեսել իրար, զանգով ենք եղել կաբի մեջ, զանգով ենք իրար հասել, այն մարդկանց հետ ում հետ որ ֆիզիկապես ենք ճանաչում, կուզենամ բոլորը ներկա լինեն։ Անշահ խնդիր, անխտիր բոլորը լինեն ներկա, այդտեղ ոչ կամերայի խնդիր ունեք, որ ասենք կամերա կա, կամ ես կա, կամ ենք։ Լրատվամիջոց չեն կանչելու։ Ոչ մի բան, ուղղակի զրույց։ Եթե կզգանք, որ պետք է ինչ-որ մի դրական պահ բան անել, լուսաբանել, դա էլ տեղում կորոշենք։ Եթե կլինի համաձայնություն ինչ-որ մի կադր ֆիքսենք զուտ հիշողության համար, մենք մեր հեռախոսներով, այսինքն մենք լրատվամիջոցներ չենք հրավիրում, հենց օրն էլ նպաստողա Կիրակի է լրատվամիջոցները քնած են։ Քանակի վրա էլ չենք։ Հա, դաժե 5 հոգի մարդ գա, ասենք ես Զավենը լինեն կամ Զավենը եթե չկարանա գա եւս 4 հոգի, ես ուրախ եմ այդ օրը ֆիքսեմ այդ 4-5 հոգու հետ։ Այսինքն մենք ոչ քանակի խնդիր ենք դրել, հուսով եմ այն մարդկանց ում մենք դեմքով ճանաչում ենք,
այդ մարդիկ կլինեն ներկա, ում հետ գոնե մի բաժակ սուրճ խմել ենք։ Անկախ ինչ որ սկզբունքային տարբերություններից, այսինքն չկա ինչ որ մի բան չափորոշիչ, որ ասենք, այս չափորոշիչով ենք այդ օրը հավաքվում։ Հավաքվելու գլխավոր մեխը այդ օրը մարտի 22-ը տաքսի վարողների միջազգային օրը նշելն է ու այսքանը։ Ու հաստատ մեր ընտանիքներում այդ օրը որպես տոն մենք չենք նշելու ու չեմ հավատա, որ որևէ մեկը կնշի իր տունը, որ այդ օրը տաքսի վարողների օրն է կամ շաշլիկի նման գալ կլինի։ Ուղղակի 2 ժամ դու տրամադրի քեզ քո համար 2 ժամ արի ու համերգը կիսվենք, ամփոփենք այս վերջին 1-2 ամսում կատարվածը, սպասելիքները, կհասկանանք, ասենք, որ ուղղությամբ մենք կարող ենք սպասելիքներ ունենանք, այսինքն ընդհանուր մտքերի փոխանակության, շփման ու եթե կլինեն առաջարկող կողմեր, ում արդեն པարզ է մեր խնդիրները, ու իրանք կգան ավելի ծանրակշիռ առաջարկներով, աչքներից վրա, փառք Աստծո, այդ հնարավորությունը մենք պարբերաբար ստեղծում ենք, այդ օրը կլինի ավելի մեծ հնարավորություն այդ ամեն ինչը առաջարկելու մեզ։ Այնպես որ սպասենք մարտի 22-ին 7 օր մնաց, չէ՞։ Այսօր Կիրակի է, մարտի 15-ն է։ Հաջորդ Կիրակի օրը ժամը 15:00 սպասում ենք ձեզ։ Հաջողություն։